Մեր հաղորդումը բլից հարցերով ենք փակում, պարոն Բաղդասարյան։ Ոնց կուզեք։ Բայց շատ պատասխանեցի։ Ֆուտբոլ թե շախմատ։ Բա երկուսն էլ ես բանը։ Ես իմ ազատ ժամանակը շախմատին եմ հատկացնում, եղել եմ դեռ խսեմ տարիներին Հայաստանի լրագրողների Հայաստանի չեմպիոն։ Նաև եղել եմ անկախ Հայաստանի լրագրողների ընդգծում եմ, որ չասեն թե ես Հայաստանը, այն Հայաստանը չէ։ Չէ, ոչ մեկ դզման չի ասում։ Հա, եղել եմ չեմպիոն, քանի անգամ մրցանակակիր եմ եղել։ Ես ազատ ժամանակը շախմատին եմ տալիս։ Համը հավասար սիրում եք, պարոն Բաղդասարյան։ Ինչ է։ Հավասար սիրում եք, եւ ֆուտբոլը եւ շախմատը։ Հավասար։ Հա։ Երկուսն էլ սիրում եմ։ Ֆուտբոլը իմ մասնագիտությունն էր, ֆուտբոլով ես փող եմ աշխատում, տուն եմ պահում, խոսելով։ Շախմատով չէ։ Մեսի թե Մարադոնա։ Ժամանակս եմ անցկացնում։ Երկուսն էլ առաջի մեծության աստղեր են, բայց բոլոր դեպքերում նախապատվությունը կտամ Մեսսիին։ Ես նաև մի փոքր բացատրություն տամ։ Շատ լավ։ Երևի դուք ես տեսնում եմ, որ այդուհանդերձ քաջատեղյակ եք, որ Ռոնալդուին արդեն Պորտուգալիայի խաղացողները չեն ընդունում։ Հա, կա, մթնոլորտը լավ չի։ Որովհետև տարբերությունը գիտեք որն է։ Ես մեկնաբան եմ, այդ կանտարի ֆուտբոլում եմ եղել, տակտիկա է, ես ուստանովկաններին ես առաջադրանքներ որ տալիս։ Սովետի տարիներին միշտ գնում էի ձոր աղբյուր։ Սիմոնյանի այդ առաջադրանքներին եմ ներկա եղել, Գլեբովի, Մասլովի, գիգանտ մարզիչների։ Այսինքն ես եթե կրթություններ չստանայի, դիպլոմ չստանայի, մենակ իրաց դասեր հերի։ Ես այն ինչ որ տեսել եմ, ինչ գրագիտություն տեսել եմ, այլ աչքերով եմ ես նայում, հասկանում եք։ Մեսսին նաև խաղ է կազմակերպում։ Մեսսին ահագին գոլային փոխանցումների հեղինակ է։ Մեսսին շատ առավելություններ ունի։ Ես կո Ռոնալդոն էգոիստ է։ Ես երեկ էլ նայեցի, առաջին անգամ իրեն փոխարինեցի, չեմ անում նայել ես խաղը։ Չէ, չեմ նայել խաղը, բայց 85-րդ րոպեին իրեն փոխարինեցին դժգոհեց։ Ինչի ես դժգոհում։ Երիտասարդ սերունդ է, քեզ ոնց կարող են ընդունել։ Մեր հերոստատիտողներ։ Մեսսին կուրկա։ Մեսսին այդքան գոնե բան ունի։ Իսկ դրան հակադրություն, պարոն Բաղդասարյան, Պելե թե Կրոյֆ։ Ինձ համար Պելեն ընդհանրապես Պելե չի եղել համաշխարհային ֆուտբոլում, որովհետև նոր սերունդը, նախկին սերունդը չեն տեսել։ Ես գոնե հասցրել եմ ոչ թե Պելեի խաղը կոնկրետ տեսել եմ, Պելեն դե 58-ին ժամանակ մենք բան չունեինք, հեռուստացույց, բան, այդպիսի հաղորդումներ, բայց հետո արդեն աշճանաբար այդ հնարավորությունը եղավ, ես Պելեի ելույթը տեսել եմ 66 թվի Անգլիայի առաջնությունում։ Պելեի նկատմամբ որս էին սկսել։ Գլխավոր նպատակը, որ ուզում էին չեմպիոն դառնալ, Պելեին շարքից հանելն էր։ Այն ժամանակ էլ փոխարինելու իրավունք չկար։ Պելեին տվեցին, գլուխը ջարդեցին, բաներ էլ գլուխը կապած, ձեռքերը կապած, շարունակում էր խաղալ։ Թե չէ Պելեն բանը 66 թվականին էլ Բրազիլիան չեմպիոն կդարձներ։ Ամենայն դեպս միակն է, որ աշխարհի երրակի չեմպիոն է։ Չեմպիոնների լիգա թե աշխարհի առաջնություն, պարոն Բաղդասարյան։ Հիմա ես այս խաղերը որ տեսնում եմ, սա մեծ տոնախմբություն է համաշխարհային։ Չեֆերինի այս քայլը փաստորեն շատ երկրների, շատ ազգերի երջանիկ դարձրեց։ Մենք էլ եթե մի քիչ մեր մակարդակը բարձրացնենք, Չեֆերին եմ ասում, Ինֆանտինո։ Հա, FIFA-ի նախագահ։ Ինֆանտինոն մտադիր է եւս էլ է ավելացնի 68, նույնիսկ ձեր աղռել Իտալիայի, ասել այ որ 68 դարձնենք միգուցե Իտալիան իրավունք ստանա, քննադատել էին իրեն։ Հիմա մենք եթե հասցնեն 100 քանի, միգուցե մենք էլ կարողանանք։ Կներեք, ես աշխարհը պատտվել եմ, շատ միջոցառումների եմ եղել, աշխարհի առաջնությունը բացառիկ իրադարձություն է, որովհետև բախտ եմ ունեցել լինելու Իսպանիա աշխարհի առաջնությունում 82 թվին, 94 թվին Ամերիկայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը,
հետո 98 թվականին Ֆրանսիայի աշխարհի առաջնությանը, հետո Եվրոպայի առաջնությանը, Գերմանիա, բանը, ավելի ճիշտ Անգլիա եւ այլն։ Ու ես տեսել եմ այդ ազգերը ինչ ողջավորություն են ապրում։ Ինչպիսի տոնա, չէ՞։ Ռադիո թե հեռուստատեսություն, պարոն Բաղդասարյան։ Ես իմ կարիերան, իմ ճանապարհը հարթել եմ ռադիո ռեպորտաժներով։ Եվ ռադիո մեծ լսարան էր։ 73 թվականին ես եւ ռադիոյի երկրորդ կեսը ռադիո միանում էր, ես եւ հեռուստատեսամ եի հաղորդում եւ ռադիոյով։ Եվ ռադիո լսողները 73 թվականին, որպեսզի Արարատի ռեպորտաժները, իմ ռեպորտաժները լսեին, սկսեցին ռադիո ընթանիշներ առնել եւ մեքենաներում տեղադրել։ Այսինքն իմ լսարանը միշտ ռադիո մեծ է եղել, բայց հիմա ժամանակները փոխվել են։ Դուք ռադիո փաստորեն ավելի շատ եք սիրում։ Հա? Ռադիոն ավելի շատ եք սիրում, պարոն Բաղդասարյան։ Ոչ թե սիրում եմ։ Ես ուզում եմ ասել, որպես մեկնաբան կայացել եմ սկզբից ռադիո հաղորդումներով։ Եվ իմ նախաձեռնությամբ այդ տարիներին միշտ դրսից կազմակերպել ենք արտագնահ խաղերից Արարատի մասնակցությամբ հանդիպումներ։ Միշտ։ Պարոն Բաղդասարյան, 70-80-ականների ֆուտբոլը թե այսօրվա ֆուտբոլը։ Ես ասեմ 70-ական թվականների ֆուտբոլը առանձնանում էր, որ Բրազիլիայում Պելե կար։ Աստղեր կային։ Բայց հիմա համաշխարհային ֆուտբոլի մակարդակն է բարձրացել։ Հիմա մրցակցությունը շատ մեծ է։ Ներկա պահին, որովհետև մի քանի տարի առաջ այդպես չէր, էլի եվրոպական թիմերը գերիշխում են։ Բայց ես նորից եմ ասում, հնարավոր է ես չլինեմ հաջորդ առաջնությունում աշխարհի։ Ես համոզված եմ, որ Աֆրիկայի հավաքականներից մեկը կարող է չեմպիոն դառնալ։ Եվ վերջում, պարոն Բաղդասարյան, մեկ նախադասություն առանց ֆիլտրի ուղերձ ժողովրդի։ Դե ես նախ կցանկանայի, որ մեր երկրում հավիտյան խաղաղություն լիներ։ Ամենակարևորը դա է։ Մենք ահագին զոհեր ենք տվել։ Ես ինքս որ Ղարաբաղցի եմ, ահագին հարազատներ եմ կորցրել։ Եվ ես համոզված եմ, որ Դավիթն էլ որ կամավոր է գնացել, Դավիթն էլ այդուհանդերձ դրա զոհն է դարձել։ Այդ ստրեսից հիվանդություն է ստացել, կամավոր գնացել էր եւ ահավոր է։ Ես միջի հիմա ուշքի չեմ գալիս Դավիթից կորցնելուց հետո։ Շատ լավ, բոլորս, պարոն Բաղդասարյան, բոլորս, ինքը շատ լավ եւ մեծ մարդ էր։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան։ Ես էլ շնորհակալ եմ։ Մենակ ես չգիտեմ ոնց եք տեղավորվելու։